Գանք թեմաներին։ Տեսակ, որ վերնագրում դրել ենք The Other Guy, որպես հիշատակում են զավեշտի ինչը կատարվում է, դու գիտեք, որ հիմա բրենդինգ է գնում Նիկոլի, իբրև շատ հմուտ արտաքին հարաբերությունների կոնստրուկտոր, մարդ, որը կարողանում է բոլոր ճակատներում պատշաճ ներկայացնել մեր երկրի շահերը, մարդ ով ունի Թրամփի WhatsApp-ը, կարա ցանկացած բան զանգի ասի Hey Trump, what's up? Գալիս եմ, կարող եմ կոֆե կենտրոն։ Who is there? I see the other guy, my friend. Yeah, bro. Հիմա դրանց հետո տենց պիտի տեղը բերի, երևի տենց հերոսի մեջ գրած է some guy։ Զանգում է, who is this? Cambodia, բան Albania, տենց միտեղ տեղը բերում է, ինչևէ։ Զավեշտ էր, որ թեպետ Տրամփի ոչի մեջ է դա, բայց ամեն դեպքում էլի երբեք երկրի ղեկավարի դիրքը չի եղել այն տղեն մակարդակի։ Այսինքն սա նոր չի սկսվել, չէ՞, խառնում անընդհատ անուններ։ Մի անգամ вообще տեղը չէր բերել։ Ասել են Ալիևը Նիկոլը բան, ասել էր, հետո ինչ է, չեմ հասկանում ինչի մասն է խոսքը։ Հետո հիշում եք, որ Ալիևին նվիրել էր You are the great leader, առհասարակ, ես չգիտեմ, Տրամփի աշխարհընկալումը այնպեսին է, որ եթե ինչ-որ մեկը 22 տարի ղեկավարում է երկիրը, ինքը ուժեղ տղա է, թեպետ իհարկե է դա ուժի ցուցիչ է որոշ առումով, բայց ոչ ժողովրդավարական ընկալումներով ուժի, այստեղ էլ հա էլի հերթանդեղ Ալիևին այդ նկարն էր նվիրել գրել էր You are great leader, այս մեր դեգեներատին գրել էր You are great, ինչը թարգմանաբար, եթե բան անենք, հա, գեղարվեստականորեն թարգմանենք, կնշանակի մալադեց ախպերս։ Առհասարակ այդ մալադեցը ինքը իհարկե վաստակել է, որովհետև Տրամփը արդեն տևական ժամանակ է իր ձախողումը ռուս-ուկրաինական այս պատերազմի կանգնեցման մեջ, որ ինքը խոսք էր տվել բազմաթիվ անգամ, անընդհատ կոմպենսացնում է այս պատերազմը։ Ասում է, ախպեր, էս էլ էր բեսանտ լուրջ պատերազմ։ Գիտեք, արես Կամբոդյան, Ալբանիայի հետ ինչ տիպի խփոցի էր, ախպեր, 30 տարի է։ 30 տարվա պրոբլեմ։ Հանդիպեցի ախպեր Ալիևի, որ իմ ընկերն է հիմա դառը։ Գիտա, արես, էս տղայի ախպեր 22 տարի ղեկավարում է։ Ու հետին է, այդ մյուսը։ Այն տղեն է։ Եկան ախպեր ջան, ձեր սխմեցի հիմա, դե Ռուսաստանը մի քիչ բարդ ախպեր, ես չեմ կարում ախպեր։ Այն մեկը չեմ կարում ախպեր։ Այս մեկը էս երկու տղեկին։ Էնի բայց կարացա անեմ, բան, ոչ նորմալ է։ Ինքը, այսինքն դրա համար մալադեց Նիկոլ իր աչքերում, որտեվ տվեց Իրան այդ հնարավորությունը, այս փուչ process-ը ներկայացնել որպես սեփական, այսինքն այստեղ շահողները գլոբալ առումով քարոշչական Նիկոլն է, Թրամփն է ու Ալիևը դուրս է գալիս այդ տրամաբանության մեջ, որտեվ գիտեք արդեն տևական ժամանակ է թե Ալիևը, թե իրենց քարոշչական համակարգը եւ թե վարչապետը ամենաբարձր ամբիոններից միջազգային անընդհատ ասում են Զանգեզուրի Միջանցք։ Այս պրիդուրկը ելնում ախպեր Միջանցք մի ասեք, արա Միջանցք չկա, մի ասեք, դեմից էլ ավելի ազնիվ էր, ասում էր եկեք դա չկոչենք Միջանցք, որտեղ Միջանցք տերմինը հայ հասարակության համար որոշակի խնդրահարույց է մեր ընկալումներում եւ այլն Թրամփի ուղի լավ ենք, չէ, հորինը Թրամփ ջան քո անունն է վրենա, հորը սրով տերկայնի ախպեր ջան։ Հիմա նաև քարոզում են, որ Տրամփի այդ ախպերությունն է, տուդա-սուդա կարա լուբոյ մոմենտ զանգի, բայց չգիտես ինչու, չի կարող զանգի, ասի ախպեր ջան, կարաս են ընկերոջը, տեն ցենտր տղուն, որ 22 տարի ղեկավարում է երկիրը, Կամբոջայից էր, որ դուց էր հիշում ես, ոբշում։ Զանգի, ասա ախպերես, մի ասա այդ Զանգեզուրի Միջանցքը, իմոց տեղ ընտրությունների բերան պրոբլեմ առաջանում։ Մեռա հետույքս ճղելով, հելնում եմ արդեն ազգային ժողով, արդեն թազա բաներ են բերել։ Սիրումա չենք ինչ որ ատրիբուտներ, մեկ ֆոլգա էր բերում հետը մտ փուճուր կտրովան, հիմա էլ էս թուղթն է, բերի ասում չկա, օրս արևս թե չկա։ Ուրեմն Զանգեզուրի Միջանցք, թեպետ ակնհայտ է, որ ոչ մեկի վեճին չի ինչա գրած այդտեղ, եթե ադրբեջանցիների ընկալման մեջ անխոչնդոտ ճանապարհը դա Զանգեզուրի Միջանցքն է, որի մասին իրանք անընդհատ պնդում են։ Էսա զավեշտը, որ երբևէ կարծում եմ մենք չենք ունեցել կարգավիճակ այն տղու անանուն sense մի հատ ինչ-որ պերսոնաժի ու զավեշտը կշարունակեմ նաև այս թեման, երբ որ հասնենք ազգային ժողովի թեմային, որտեղ այդտեղ կամ հիմա այդ կետորը հիմա ասեմ, արա անդրադառնալով մյուս իրադարձություններին ազգային ժողովի, ուրեմն տեսեք սրանց սրիկայության աստիճան, էլ ուրեմն ասեցի, որ այդտեղ անընդհատ թե ուրեմն լրագրողը կամ падգամավորը ադրբեջանական լրագրող նկատի ունեմ կամ ինչ-որ տարատեսակ ուրեմն պաշտոնյաներ, վարչապետ ուրեմն նախագահ բոլորը ասում են Զանգեզուրի Միջանցք ու անտեսում են դաժե սրա այդ խնդրանքները այդպես չասել, որտեղ իրանց քարոշչությունը միշտ եղել է Զանգեզուրի Միջանցք, բովանդակային առումով իրանց ընկալումը դա Զանգեզուրի Միջանցք է, իրանք այդ անխոչնդոտ տեղափոխման մեջ տեսել են դա։ Թե Նիկոլը ինչա տեսել դրա մեջ ու ինչ են նախաստորագրել, դա արդեն երկրորդ պատմությունն է։ Հիմա տեսեք ինչ վարկած է անում Լուլուն ինչ ասում է, հարցելով Փաշինյանին, ասում է Նիկոլ Փաշինյանին Զանգեզուրի Միջանցք ձևակերպմամբ
այդ հարցը հաստատված բարդ ասում են, որ դա արել է ընդդիմության մեջ իր ընկերների Հայաստանի ընդդիմությունը նկատի ունեմ, իր ինչ որ ընկերների խնդրանքով։ Այսինքն մեր ընդդիմադիրների խնդրանքով։ Հա, այսինքն օրինակ Արմեն Աշոտյանը, ենթադրենք, վերցնենք այնպես մարդ, որը գիտենք որ կապեր ունի արտասահմանում, հա, զանգել ու խնդրել է ինչ որ մեկին, որպիսի հարցը ձևակերպելիս ասի Զանգեզուրի միջանցք։ Հիմա նայ, սրա սրիկայությունը որտեղ է, որ բազմաթիվ անգամներ ադրբեջանական կողմը սրան կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Մարդը, որը հետևում է այս ամեն ինչին, շատ հանգիստ կարա այդ ձևակերպումով տա, բայց նաև դա հնարավորություն է, ինչպես եւ օգտվեց Նիկոլը Մասնակի այդ հնարավորությունից, որը հրետորաբանության առումով ինչ որտեղ նորմալ է, հա, այսինքն ուրիշ ինչ աներ, ասում ախպեր չկա, մամայրև ես ինչը ստորագրել եմ, այդպես Զանգեզուրի միջանցք չկա, բայց բովանդակության առումով բան չի փոխում, այսինքն այն որ շատերի ընկալման մեջ դա Զանգեզուրի միջանցք է, իսկ ամենակարևորը ադրբեջանցիների եւ թուրքերի ընկալման մեջ է դա Զանգեզուրի միջանցք, դա արդեն փաստ է։ Ու ինչքան էլ դուք այսպես սրիկայությամբ փորձեք գցել Աշոտյանի կամ որևէ այլ ընդդիմադիրի ջեբը, որ իբր ինքն է բան կազմակերպե, հա, տենց դիվերսիա կազմակերպե տեղեկատվական, որպեսզի Նիկոլին այդ հարցը տենց տան, դա մարազմա, որովհետեւ ինքը առաջանում է այս պոլեմիկայի հետևանքով, այսինքն դուք չեք կարողացել ձեր այդ պայմանագրում այնպես հստակ ձևակերպել ոչ միայն թղթի վրա, այլ նաև բանավոր պայմանավորվածությունների համատեքստում Տրամպի գարանտիայով, որ հետ այսու գոնը ձեր համար, արա, գոնը ձեր համար, դա կոչվելու է Տրամպի ուղի, էդի ձեզ ամենակ պետք, որտեվ բոլոր նորմալ մարդիկ հասկանում են, որ Տրամպի ուղին դա նույն Զանգեզուրի միջանցքն է, ուղղակի ռեբրենդինգ արված, որտեվ այնքան անհասկանալի բաներ կա մեջը ու տարընկալման հարցեր, իսկ տարընկալումը վստահաբար ադրբեջանցիների կողմից լինելու է ընկալված իրենց շահերի համատեքստում։ Ինչպես ասում են, եթե ինչ-որ բան կարելի է սխալ հասկանալ, դա անպայման սխալ կհասկացվի։ Հիմա մեր պարագայում, այսինքն քո պարագայում, եթե դու սա դիտավորել չես անում, սխալը դա հենց այն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունն է, որ ադրբեջանցիները ուզում էին։ Իրանց համար դա ճիշտն է, իսկ քոնը սխալ է։ Ուստի իրանք դա անցալելու են, իսկ իրանք ցավոք քո թեթև ձեռով հանդիսանում են դոմինանտ, որտեվ դու չես կարողացել որևէ ստրատեգիկ ռազմավարական ինչ-որ գործընկերություն ձևավորել, Հավվայի գնացել է այդ կլոնությունները ստենդե արե, իսկ Ադրբեջանը իր մեջքին ունի Թուրքիա, որը ոնց ուզի տենց է Թուրքիայի իր ջեբն էլ ունի Նիկոլը, հիմնական գլխին ունի Թուրքիա։ Իր ջեբն էլ ունի համատեքստում։ Ու այս ողորմելիները որ բան են անում, որ տենց ասում են ընդդիմության հետ մոտիկ, արա Նիկոլը աշխատում է ուղիղ Ալիևի տակ։ Այդ դուք ձեր հետ եք խառնել։ Այսինքն դուք եք Ալիևին տալիս նարատիվներ ոնց խոսաբան։ Նիկոլն է գալի ասում, ինչ գործ ուներ հայկական զորքը օտարի տարածքում։ Ալիևը դա կրկնում է։ Ասում են էշն է ասել, նայեք, դա էշն է ասում։ Մի խառնեք ձեզ ընդդիմության հետ։ Ի տարբերություն ձեզ ընդդիմությունը խոսում է հայկական շահից, ոչ թե Ալիևի շահերն է սպասարկում։ Նենց որ հել եք Ալիևի ջեբից, երբ որ հելն եք Ալիևի ջեբից, չնայած դուք միջև այդ Նիկոլի համապատասխան տեղում եք նոր Նիկոլա Ալիևի ջեբը, բայց հավատացնում եմ իշխանափոխությունից հետո սաղ լուլու ջան, քո համար պարզ կլինի։ Կնստեք Նարեկի հետ, կնայեք իրար հետ, կվայելեք, կհասկանաք, որ մեկը բանտում, որ մեկը բանտում պերեդաչի տանելուց կջոգեք ձեր արած դավաճանության չափը ու պատճառները այդ դավաճանության։ Կջոգեք ով էր ասել ում, ով էր ասել вообще Նիկոլին գնա Արցախը, ասա Հայաստանա, հետո ով ասես Նիկոլին ասա Արցախը ադրբեջանականա։ Երբ որ կիմանաք այդ ամեն ինչը ով է ասել Նիկոլին, այդ ժամանակ կհասկանաք թե ով էր ասում այդ լրագրողներին ասել Զանգեզուրի միջանցք։ Մնացածը արդեն ինձ թվում է հաջորդիվ հետաքրքիր ու բարձր լինելու։ Ու այս նույն տրամաբանության մեջ տեսեք, որ սրանք էս լկտի քծնանքով ասում են ձեր գաղտնիքը արտաքին հարաբերությունների սենց յուվելիրնի կոնստրուկցիաների բաների ու նաև այդ դրանում նշում են որ գնացիք ԵԽԽՎ ասում է փայլուն ելույթ ունեցաք։ Ուրեմն կտոր ԵԽԽՎ-ում Նիկոլի ելույթից ի՞նչ է, հա։ Խորհրդարանական այդ վերաժողովում հայտարարում է, որ իրատեսական չի համարում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձը։ Փոխարենը այդ թեման վտանգավոր է համարում խաղաղության գործընթացների համար։ Ես ուղիղ ասում եմ, իր խոսքերի մա ցիտում եմ։ Դա իրատեսական չեմ համարում, ավելին կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրանց հեռանկարը եւ պլանները կառուցեն։ Ըստ Փաշինյանի Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար, նայում ասում։ Իրար։ Մենք էլ ենք։ Այո, մենք էլ դայոբ չլինենք, էլի։ Ասենք այնտեղ ավելացնում են ռազմական բյուջեն, մենք 15% կրճատում ենք շուրջ 265 միլիոն դոլարի, որ իրար հանգիստ թողենք։ Տեսեք, չհետաքրքիր իրար հանգիստ թողնելու մեխանիզմներ են։
իրար պետք է հանգիստ թողնեն ու կենտրոնանան տնտեսական համագործակցության եւ երկխոսություն կառուցելու վրա։ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ապրեն, ստեղծագործեն իրենց եւ այլն եւ այլն։ Շատ լավ անդրադարձ էր կատարել սրան Վայն Հովանեսյան։ Հա։ Ինչ ասում, հա, Վայն Հովանեսյան քաղաքագետ, որին դեպ մի քանի անգամ հրավիրել եմ, ասում է խոսքի առումով մտածում եմ, որ կարող է լավ չարտահայտի իր տեսակետները այս ձևաչափում, վայ ջան, օգտվելով արդից, քանի որ գիտեմ նաև նայում ես մեզ, մի անգամ եմ հրավիրում, էքսպերտ թող գա, ինչ է։ Արի էքսպերտ, արի ուզում ենք քո հետ շփվենք, որտեվ նայ դաժա քեզ ցիտում եմ, հա, որտեվ իրոք շատ լավ նկատառում է իրար։ Առաջ, ասում է Վայ Հովանեսյանը, Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անխուսափելիությունը։ Հիմա Նիկոլը գնում հասնում է ԵԽԽՎ, որ հիմնավորի արցախցիների իրենց հայրենիք վերադարձի անհնարինությունն ու վտանգավորությունը։ Միայն այս մետամորֆոզը հերիք է պատկերացնելու համար մեր ազգային կազմակերպման աստիճանը ու հետեւաբար վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը։ Շատ ճիշտ նկատառում է, որտեվ զավեշտ է, ու այս զավեշտը սրանք ներկայացնում են որպես փայլուն արտաքին հարաբերությունների հարց։ Դու ինձ ստիպում ես նայ։